Գիտես, Աստծո ներկայությունը հաճելի է։ Երբ որ դու մտնում ես, դա հաճելի է։ Երբ որ վերապրես Աստծո ներկայությունը, Աստծո փառքը, այլ ոչ մի բանի հետ չես ուզի փոխես։ Բայց որպեսզի վերապրես, պետք է մի բան թողես։ Պետք է մի բանից հրաժարվես։ Դու չես կարող աշխարհի հետ, աշխարհային կյանքի հետ, աշխարհային մտքերի հետ, աշխարհային սովորությունների հետ գաս Աստծո ներկայության մեջ չես կարող։ Սա դեռ գալիս է 5 կտակարանի ժամանակներից, Old Testament-ի ժամանակներից է գալիս է։ Եվ որ Աստված եկավ, իր ժողովրդին ազատեց եւ հանեց Եգիպտոսի երկրից եւ տան մեր Քանանի երկիրը, Խոստման երկիրը, եւ այդ ճանապարհին, երբ որ գնացին Սինա լեռան մոտ, եւ որ Մովսեսը բարձացավ լեռը, Աստծո փառքը եկավ այդտեղ, բայց ժողովուրդը չէին կարողանում մոտենային։ Այն ժողովուրդը, ովքեր որ մեղքերի մեջ էին, տրտնջում էին, բողոքում էին, դժգոհում էին անընդհատ, իրանք չէին կարողանում նույնիսկ Սարին մոտենալ, իրանց վրա վախ էր գալիս, սարսափ էր գալիս, իրանք չէին վերապրում Աստծո ներկայությունը։ Մովսես Աստծո փառքի մեջ էր, ասում է Սարը կրակով վառվում էր, կարծես, սա ֆիզիկական կրակ չի, սա Աստծո կրակն է, ասում է ամբողջ Սարը հնոցի պես, հնոցը տեսել եք հնոցը, որ հնոցի մեջ ասենք կրակը վառվում է, ասենք շատ բորբոքված կրակ է լինում, որ ասենք դարբինը ինչ որ բան է սարքում, դնում է երկաթը, չէ, հետո հանում է, ծեծում է կարմրից, ասում է հնոցի պես Սարը ծխում էր, ամբ, կայծակ, մորախուխ ու կրակ միաժամանակ ու շեփորի ձայներ։ Աստծո փառքը չէր, Մովսեսը այդտեղ կանգնած, Աստված ձայնով իր հետ խոսում էր, դեմ առ դեմ, ժողովուրդը սարսափում էին, իսկ Սարին չէին մոտենում, Աստված ասում էր նայ Սարին չմոտենան, որ չմահանան, բայց Մովսեսը այդ ոնց որ պատկերացու տորնադո տեսել եք, չէ՞, 5 աստիճան ամենաուժեղն է, չէ՞, տորնադո, 5-րդ կատեգորիա այդ ամենաուժեղ տորնադոն։ Պատկերացու մի հատ մարդ հայտնվել է այդ տորնադոյի մեջտեղը, մարդիկան, ասեն կարող է 1 կիլոմետր հեռավորությունից զգան այդ քամին ու վախենան։ Չէ, որտեղ վեկալում տանում է, այսպես պտտացնում է, բայց ինչ որ մեկը գնում է տորնադոյի մեջ մտնի, ինչ կլինի։ Սարսափելի է, չէ՞։ Ու ամեն ավելի սարսափելի էր այդ Աստծո փառքի ներկայության մեջ, բայց ոչ թե սուրբ մարդու համար, բայց ոչ թե մաքուր սրտով մարդու համար, որտեվ Տերը ասում է իր խոսքում Երանի սրտով մաքուրներին, որտեվ նրանք կտեսնեն Տիրոջը։ Նրանք կտեսնեն, ու Մովսեսը մաքուր էր սրտով, նա հեզ էր, ասում է աշխարհի բոլոր մարդկանցից ավելի խոնարհ էր եւ հեզ էր։ Եվ նա չէր վախենում Աստծո ներկայությունից, չէր սարսափում, ոչ էլ մեռնում էր։ Նա վայելում էր իր ժողովուրդը սարսափում էին, որտեվ ինչն է սարսափում մարդու մեջ, Աստծո ներկայության մեջ, մեղքը։ Երբ որ Ադամն ու Եվան մեղք գործեցին Աստծո առաջ, միջև այդ Աստծո հետ նորմալ շփվում էին, միջև այդ Եդեմի պարտեզում, Եդեմի գարդենում նորմալ իրար շփվում էին, եւ սովորականի պես մի անգամ էլ Աստված եկավ, որ իրանց հետ շփում ունենա, բայց Ադամն ու Եվան մեղք էին գործել։ Կերել էին արգելված պտուղը, որ Աստված ասել էր մի կերեք, նրանից կերած օրը դուք մահով կմեռնեք։ Ու երբ որ կերան, ընկան մեղքի մեջ, մեղքը սկսեց իշխալ իրենց վրա, եւ հետո հաջորդ անգամ երբ որ Տիրոջ ներկայությունը եկավ, ոչ թե Տիրոջ ներկայությունը, Տերը անձամբ եկավ, ասում է օրվա հով ժամանակին Եհովան եկավ պարտեզի մեջ, որ եւ կանչեց Ադամին, ասեց Ադամ ուր ես, տեսավ չկա Ադամը, Ադամ ուր ես, Ադամը ասեց քո ձայնը լսեցի, թաքնվեցի, ասում է ինչի թաքնվեցիր, ասում է վախեցա, քո ձայնը լսեցի, վախեցա եւ թաքնվեցի, որտեվ մերկ եմ, ասում է ով ասես քեզ մերկ ես, միթե այն ծառի պտուղը կերար, որ քեզ ասել էի չուտես։ Եվ ասում է կինը տվեց, եւ այսպես մեղքը մարդուն հեռացնում է Աստծուց, մեղքի պատճառով մարդ թաքնվում է Աստծուց, սարսափում է, եւ Աստված իր խորանը դրեց
Իսրայել ժողովրդի մեջ խորանը այդ թաբերնակոն, որ կա սարքեցին, այդ խորանը հետագայում է թեմփլը սարքեցին։ Տեսեք, ժամանակ առ ժամանակ ես վերջերս էսի խոսում, իզուր չեմ խոսում։ Եվ Աստծո փառքը հետո ոչ միայն սարի վրա էր գալի, արդեն Մովսեսը մտնում էր այդ խորանի մեջ, թաբերնակոյի մեջ, այնտեղ սրբության տեղ կար, որտեղ Աստված իր փառքով իջնում էր խոսում էր, բայց ասում էր նայեք, ով որ մտնում է անտեղ, պետքա սրբված լինի ամեն կողմանը, մաքուր լինի, եւ այնտեղ գար կար, պետքա մորթեին արունը ցպնեին այդ խորանի դրան առաջ, քսեին խորանի առարկաներին եւ քահանաների վրա, որ մտնեին այդ սրբության տեղը չմահանային, որտեղ Աստծո ներկայություն էր գալի եւ այդ արյունը իրանց քավում էր մեղքից եւ գառը դա խորհրդանշում է որպես անմեղ չէ, անմեղ կենթանի է ինքը, անմեղության, մաքրության, այսինքն այդ անմեղ կենթանու արյունը քսելով իրանց վրա եւ ցպնելով այդտեղ այդ տարածքը կարծես դարձնում էր մաքուր, առանց մեղքի եւ կարողանում էին գան Աստծո ներկայության մեջ, Աստծո փառքի մեջ։ Բայց Աստված ասում էր, եթե մեկը մաքուր չեղավ մտավ այդտեղ կմահանա, անմիջապես կմահանա։ Եվ այդպես դեպքեր են եղել հին կտակարանում։ Աստծո փառքը այսքան այն տեսակ էր գալի, որ շոշափելի էր, տեսանելի էր, սենց ասեմ, ամպ էր գալի այդտեղ։ Քանի դեպքա որ ասում է Տիրոջ ամպ է եկավ, ես ժողովուրդը սարսափեց, անգամ այնքան ուժեղացավ այդ ներկայությունը, որ անգամ Մովսեսը մի պահ արդեն չդիմացավ, դուրս փախավ։ Որ Աստծո ամբողջ փառքը գա, ոչ մի մարդ չի դիմանա։ Հիշում եք, երբ որ Հիսուսը բարձացավ լեռան վրա, վերցրեց իր այդ 3 աշակերտներին, Պետրոսին, Հակոբոսին եւ Հովհաննեսին, եւ այնտեղ կերպարանը փոխվեց եւ տեսան, եկան Մովսեսը եւ Եղիան եւ Հիսուս հետ խոսում էին, այնքան լավ էր, այնքան հրաշալի ներկայություն էր, որ Պետրոսը ասեց, Տեր, եթե ուզում ես մնանք ստեղ 3 հատ տաղավար սարքեմ, այսինքն տնակ սարքեմ, մեկը քեզ, մեկը Մովսեսին, մեկն է Եղիային, մենակ թե մնանք ստեղ։ Նա չէր ուզում այդտեղից գնալ, որտեղ Աստծո ներկայությունն էր եկել։ Հիսուսը ոնց է եղել երկնքում միջև երկրի վրա գա։ Այդ իր փառքը երևաց այդ սարի վրա։ Եվ Պետրոսը չէր ուզում գնալ, ուզում էր վայելել այդ ներկայությունը, որտեղ միջև Հիսուսը խաչվեր եւ հարություն կառներ Աստծո ներկայությունը ստես գալիս էր տեսանելի ձևով, ուժեղ ձևով եւ մարդիկ ովքեր որ մաքուր էին սրտով, խոնարհ էին, իրանք վերապրում էին այդ փառքը, վերապրում էին այդ ներկայությունը։ Բայց հետո որ Հիսուս Քրիստոսը խաչի վրա զոհվեց, քավություն արեց, քավությունը, մեղքերի թողություն տվեց։ Եվ այն մարդիկ, ովքեր մի ժամանակ չէին կարողանում գային Աստծո ներկայության մեջ, հիմա Աստված գալիս է ինքն է գալի իրանց մեջ։ Աստված ինքն է գալի ամենակարող Աստված, որ ամեն բան ստեղծել է, տիեզերքը, աստղերը, գալակտիկան, որ վերջ չկա, միլիարդավոր տարիներով գնում ես, վերջ չկա, վերջ չի բրծնում, այդ ամեն ինչը սա իր մեջ է, ու ինքը եկել է մեր մեջ իր հոգով, ոնց է դա հնարավոր, նա ամենակարող Աստված է։ Իր հոգով եկել է ինքը մեր մեջ, մենք ենք դառել այդ խորանը, ոնց որ ասում Աստծո խորանը մարդկանց մեջ, Աստծո ներկայությունը մեր մեջ է եկել։ Ես ասեցի մի քանի շաբաթներ առաջ, որ մենք գնում ենք, Աստված գալիս է մեզանով, եւ այդ ներկայությունը կարան 30 հոգի հավատացյալներ լինեն միտեղ, 10 հոգին զգան այդ փառքը վայելեն իրենց մեջ, մնացածը ոչ մի բան չզգան, որտեղ դա արդեն ներսում է արդեն, բայց Աստված ուզում է դա դրսևորվի իր փառքը եկեղեցում եւ ազգերի մեջ, որպեսզի Աստծո փառքը տեսնեն սաղ ազգերը։ Մենք ենք այդ խորանը, Աստծո խորանը հիմա մարդկանց մեջ է, մեր սրտերում է։ Եվ որ մենք գնում ենք Աստվածը գնում, բայց էլի ինչքան էլ որ մեր մեղքերը քավվել է, ներվել է, սրբվել է եւ Սուրբ Հոգին մեր մեջ է եկել, բայց եթե մենք անհնազանդ լինենք Աստծուն, տրտնջանք, բողոքենք, վատ բաներ նայենք մեր աչքերով, մեր վատ բաներով խոսենք, դա կստացվի որ Սուրբ Հոգին, Աստծո Հոգին մեր ներսում փակված է։ Նայեք, այդ 5 կտակարանի խորանը, այդ վրանը, որ սարքվել էր, 3 մասից էր բաղկացած, դրսի բակից, որտեղ զոհն էին անում, կենդանիների զոհն էին անում, հետո մտնում էին մի հատ վարակույր կար, դրանց երկում սրբարանը, որտեղ ընդեղ խունկ էին վատուցան, ընդեղ ճրակագալներ, սրբ բաններ, ընդեղ հացեր ներդրած առաջավորության,
Եվ այդ արյունով այդտեղ առարկաների վրա էր քսում նույնպես։ Եվ երրորդը մտնում էր սրբության սրբոց, որտեղ որ գրած էր տապանակը, ուխտի տապանակը։ Եվ այդ տապանակի վրա երկու քերովբեները թևերով ծածկված։ Երբ որ քահանան կամ Մովսեսը մտնում էր այնտեղ, Աստված խոսում էր, ասում այդ տապանակի, այդ քերովբեների մեջտեղից խոսում էր Աստված։ Որտեղ դա սիմվոլներ երկնային արքայության, դա սիմվոլներ, ոնց որ մարդ կգա գահի առաջ։ Բայց միջև սրբության սրբոցը հասնելը մարդ այնտեղ պետք է նախ զոհը աներ։ Հետո պետք է լվացվեր իր ինքը սրբվեր, մտներ խունկը ծխեր սրբարանում եւ հետո նոր մաքրված մտներ սրբության սրբոցը։ Հիմա այդ սրբության սրբոցը Holy Holiness-ը մեր մեջ է։ Թե ինչքան մենք այնտեղ կմտնենք, կախված է դրսի մեր զոհը ինչքան կանենք։ Ինչքան կլվացվենք ջուր, ասում է սրբվեք սուրբ ջրով, եւ այդ սուրբ ջուրը այնտեղ որ դրած էր 5 կտակարանում, այդ ասում է դրած էր այդ ավազանը։ Նոր կտակարանում խոսքը ասում է մենք սրբվեցինք ջրի ավազանով, բայց մենք որ նայում ենք ջրի ավազաններ ստեղ չկա։ Ու այնտեղ բութա դրած, ասում է խոսքով։ Այսինքն հղում է կատարում խոսքին 5 կտակարան այդ ջրի ավազանը որ եղել է։ Դա խոսքի սիմվոլն է եղել, որտեղ Հիսուսը ասեց դուք մաքուր եք։ Այն խոսքի համեմատ որ ձեզ հետ խոսեցի։ Եվ Հիսուսը հորը որ աղոթք անում Հովհաննես 17 գլխի մեջ ասում է Հայր սրբի նրանց քո ճշմարտությունով։ Ու հետո ինչ ասում քո խոսքը ճշմարտություն է։ Տեսակ որ այդ ջրի ավազանը դա խոսքն է, դա ֆիզիկական ջուր չէ, այն 5 կտական բոլորը սիմվոլիկ էր։ Եթե ուզում ես ավելի խորը մտնես Աստծո ներկայության մեջ, այստեղ արդեն մենք գառի զոհ չենք բերում, գիտես ինչ զոհ ենք բերում։ Այստեղ զոհի տեսակը փոխվել է։ Խոսքը ասում է Հռոմեացի 12 գլխի մեջ առաջ երկրորդ ամր ասում է ձեր անձերը կենթանի զոհ sacrifice բերեք ձեր մարմինները, այսինքն նվիրեք Աստծուն։ Մեր անձերը կենթանի sacrifice ենք բերում, բայց ոնց նվիրվելով Աստծուն, առանձնանալով աշխարհից, աշխարհի մեղքերից։ Հետո լինելով խոսքի մեջ, նորոգելով մեր միտքը խոսքով, դա նույնն է որ այդ ջրի ավազանով սրբվում ենք, մաքրվում ենք։ Խոսքով ենք նորոգում, պատրաստում ենք մեզ, եւ մենք կարանք խորը մտնենք արդեն այդ սրբության սրբոցը, որտեղ մեր հոգում էր Սուրբ Հոգին է շատ խորը այդ ներկայությունը։ Դրա համար մարդիկ, ովքեր մարմնական կյանքով են ապրում, թեկուզ վերստին ծնվել են, թեկուզ քրիստոնյա են, աշխարհիկ կյանքով են ապրում, ոչ մի ներկայությունը չեն զգա, բայց եթե ներկայությունը գա, մի քանիսը կմահանան անմիջապես։ Ես չգիտեմ իմ Աստծո փառքը, որ սենց ստեղ ուժեղ հիմա գա, ոնց որ գործ առաքելություն ա եղել, քանի հոգի սաղ կմնանք։ Քանի հոգի սաղ կմնանք չենք մեռնի։ Դու ասում ես դա 5 կտակարան էր, ոչ, նոր կտակարանում գործ առաքելություն բուկով ակտում գրած է, եւ որ Անանիան ու Սաֆիրան մեղ գործեցին, սուտ ասեցին եւ ուզում էին իրանց վրա փառք վերցնեին, սուտ ասեցին։ Եվ մահացան տեղու տեղը, Աստծո ներկայությունը այնքան ուժեղ էր։ Աստծո օծությունը շատ ուժեղ էր, որովհետև առաքյալները անմիջապես Հիսուսից հետո այդ առաջի դրված եկեղեցին իրան գնում էին Տիրոջ խոսքով, Տիրոջ հոգիով էին գնում։ Եվ Աստծո ներկայությունը շատ ուժեղ էր։ Ոնց որ մի քանիսը շատ ուժեղ վայելում էին, սենց, ասում են, օ, չենք ուզում գնանք։ Մի քանիսը մեռնում էին, հասկանում եք ինչ եմ ասում։ Աստծո խոսքը ասում է առակացի մեջ ասում է Տիրոջ ճանապարհը զորություն է կատարելությամբ գնալցողի համար, բայց այդ նույն Տիրոջ ճանապարհը կործանում է անօրենություն գործողի համար։ Տիրոջ ճանապարհը զորություն է կատարելությամբ գնացողի համար, բայց կործանում է անօրենությամբ գնացողի համար։ Եվ մենք դա տեսնում ենք նոր կտակարանում, որ փառքը այնքան ուժեղ էր առաջի եկեղեցու մեջ, որ մարդիկ վայելում են, չեն ուզում գնային ժամերով հավաքույթի տեղն են, ժամանակը եղել, որ ստեղ հավաքույթից հետո չենք ուզում գնանք տուն, իմ հետ էլ է լինում հաճախակի, կամ ես որ բարձանում քարոզելու ստեղ, Աստծո ներկայությունը նենց է գալիս, հազիվ եմ մեջից դուրս գալի, որ խոսամ, հավատացեք, սա նմանեցնում նրան, որ Պետրոսը, Հովհաննեսը, Հակոբոսը սարի վրա Հիսուսի հետ փառքը վերապրեցին, ասեցին Տեր, մնանք ստեղ, ես տնակներ կսարքեմ, ձեր համար մեզի պետք չի, մնանք ստեղ։ Բայց հետո Տերը վերցրեց իրանց իջան ներքև, որովհետև պետք է գնային մարդկանց մեջ, Տերը մեզ չի կանչել առանձնանանք անապատներում կամ ինչ որ տեղերում,
Աստված կանչել է մեզ մարդկանց մեջ լինելու։ Իրանք միգուցե այդ փառքը, այդ ներկայությունը անդադ չէին վայելում ժողովրդի մեջ, բայց հետո որ Սուրբ Հոգին եկավ, դա արդեն իրանց ներսում է։ Եվ Աստծո փառքը այնքան ուզում ուժեղանա եկեղեցում, բայց ելի եմ ասում, դա կվայելեն այն մարդիկ, ովքեր նվիրված են սրտով։ Իրանց անձերը sacrifice են բերում, ասում ձեր անձերը sacrifice բերեք Աստծո առաջ։ Զոհ արեք։ Սա նվիրումն է։ Ժամանակները ա եղել պատմության մեջ, քրիստոնյաների պատմության մեջ ժամանակ ա եղել, որ Աստծո Հոգին շատ զորավոր եկել է եկեղեցում, որտեղ Սուրբ Հոգին ոչ միայն մեր մեջ, այլ նաև մեր վրա, որտեղ Հիսուս ասեց Տիրոջ Հոգին, որտեղ է։ Ինձ վրա է, հալելույա, 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 դա գիտեք ինչ զորավոր է։ Շատերի մեջ, շատ քրիստոնյաների մեջ մենակ ներսում է վրան չի, որտեղ նեղացնում են, ինքը գնում է ներս։ Ներսն է մտնում։ Կարծես, որովհետև ինքը փակվում է այդ թաբերնակու այդ խորանի այդ սրբության սրբոցում, որտեղ Աստված սուրբ է չի ուզում պիղծ բանի դիպ չի։ Բայց երբ որ մենք ճիշտ ենք ապրում եւ նրա առաջ վստահություն ենք առաջացնում, այդ օծությունը գալիս է մեր վրա, ու դու վայելում ես, ու դու օժտվում ես, ու դու քայլում ես, Աստված քո հետ քայլում է, կպնում է մարդկանց, գործում է մարդկանց վրա։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Հալելույա, Աստծո ներկայությունը մեծանում է մեր մեջ։ Թարք Տիրոջը, բայց մենք պետք է մեր սրտերը պատրաստենք։ Ու եկեղեցու պատմության մեջ այդ է ասում, որ ժամանակներ ա եղել, որ մարդիկ աղոթել են Սուրբ Հոգու արթությունը գա եւ Աստծո արթությունը այնքան ուժեղ այկ է։ Այնքան ուժեղ այկ է Աստծո ներկայությունը այդ եկեղեցիներում, որ մարդիկ պատկերացեք 8-10 ժամ չեն ուզեցել տուն գնան, չեն ուզեցել հեռանան եկեղեցուց, չեն ուզեցել թողեն այդ ներկայությունը, այդ փառքը։ Մարդիկ կան, ովքեր նարկոտիկ են օգտագործել, մի քիչ ինչ որ ֆալշիվի զգացողություն են ունեցել, fake զգացողություն են ունեցել, սատանան գիտես, միշտ fake-ն է բերում։ Fake զգացողություն ունեցել նարկոտիկներից, այդ դրագներից, անդադ իրանց քաշում է ատեղ, չէ՞, անդադ տանում է ատեղ։ Բա որ Աստծո ներկայություն է սկաս։ Մեկ ասում զգացել եմ, չգիտեմ, շատերը որ ասում են ես զգացել եմ Աստծո ներկայությունը, մի քիչ կասկածում եմ, մի քիչ կասկածում եմ։ Բոլորի համար չեմ ասում։ Եվ որ ես եկա Հիսուսին, եւ որ ես վերաբերեցի Հիսուսի ներկայությունը, իսկ կան։ Ոնց եմ քեզ տեսնում, այդպես ես աչքերով չես տեսնում, բայց տեսնում եի հոգով Տերը կանգնած, ես ընկած իր առաջ խոնարհության մեջ, շատ ուժեղ։ Հետո անցավ տարիներ, ես միշտ չի որ այդ ներկայությունը վերապրում էի, բայց չեմ մոռացել, միչև այսօր չեմ մոռացել։ Միչև այսօր դու չես մոռանա։ Չես մոռանա իրան, ինքը ուզում է իր ներկայությունով լցնի մեզ։ Որտեվ իր ներկայությունը կյանք է տալիս։ Հալելույա, Տեր, շնորհակալ եմ քո ներկայության համար։ Մենք պետքա որպեսի իր ներկայությունը ուժեղանա մեր կյանքում, պետք է կարգավորենք մեր հոգևոր կյանքը, պետքա կարգավորենք։ Հեռացնենք մեր աչքերի առաջից անօրենությունը, մեղքը, unrighteousness-ը մեր աչքերի առաջից պետքա հեռացնենք։ Մեր ականջները չպետքա տանք վատ բաներ լսելու, բամբասանք, չարախոսություն, կեղտոտ մեր ականջները աղբաման չի։ Եվ մեր բերանից պետքա դադարի անօրենություն դուրս գա, վատ խոսքեր դուրս գա, քրս խոսքեր դուրս գա։ Բացի դրանից մեր միտքը պետքա վատ կեղտոտ բաների մասին չմտածի, չար բաների մասին չպետքա մտածի, մեր միտքը պետքա մաքուր լինի։ Երանի սրտով մաքուրներին, որ նրանք կտեսնեն Աստծուն։ Ուզում եք այս բանը այսին միաստրեք շոքես նորից։ Երանի սրտով մաքուրներին, որտեղ նրանք կտեսնեն Աստծուն։ Ես ուզում եմ Աստծո հետ քայլեմ։ Հալելույա։ Այդ ինձ չի, որ ես հիմա եմ ասում։ Դա մեր սրտի երազանքը պետք է լինի։ Հալելույա։ Դա իմ ամեն օրվա աղոթքն է։ Դա ինձ չի, որ հիմա եմ ասում, ես դա կիեսվում ձեր հետ, որպեսզի դուք էլ այդ փափագ ունենաք։
Իմ սրտի երազանքն է քայլեմ Աստծո հետ, ես քայլում եմ իր հետ, բայց ավելի մոտիկ, ավելի մոտիկ, ավելի մոտիկ, ավելի մոտիկ, ավելի մոտիկ, հալելույա, ոնց որ Ենոքը, հալելույա, վերջի օրերի եկեղեցին, հալելույա, Ենոքի դա սիմվոլն է, Ենոքը 7-րդն էր Ադամից, Ենոքը մահ չի տեսել, եւ որ կարդում եք Ծննդոց գիրքը, Ենոքը 7-րդն էր Ադամից, եւ 65 տարեկան էր, եւ նա սկսեց կանչել Տիրոջ անունը, լսել էր Տիրոջից եւ սկսեց կանչեց Տիրոջ անունը եւ սկսեց Տիրոջ հետ քայլել, եւ ասում է 300 տարի դե այն ժամանակ երկար էին ապրում, 300 տարի քայլեց Աստծո հետ, պատկասում ես մեկը մի 10-20-30 տարի Աստծո ասում է 30 տարի արդեն 300 տարի ինչքան մոտ կլնես, ինչքան կճանաչես, եւ երբ որ 365 տարեկան դառավ, գիտես ինչ, Տերը նրան վերցրեց, ու նա չմահացավ, կենթանի վերցրեց, ճանապարհին նա փոխվե, մահ չի տեսե, եւ դա ասում է Աստծո խոսքը, Ենոքը մահ չի տեսե, եւ Ենոքի սիմվոլը դա վերջի օրերի եկեղեցու սիմվոլն է, որ վերջի օրերի եկեղեցին նա պետք է լինի Աստծո հետ քայլող, հալելույա, եւ Աստված վերցնելու է, եւ այդ հափշտակությունը լինելու է, հալելույա, Տերը վերցնելու է, եկեղեցին հափշտակելու է, հալելույա, մենք որ իր այդ ներկայության կաթիլներն ու ցողերն ենք զգում, զգում եք ստե կա Տիրոջ օծությունը, Տիրոջ ներկայությունը կա, բայց շահել ասենց, այն որ անձրևից առած ասենց կտ, մի ասենց ասում է, գլխից ջուր կաթած, ընդեղ կաթած, գնալով մեկ է բռումը հորդարատ անձրևը, այ հիմա այդ կաթիլներն ասեց, տկ, շարունակենք աղոթել, ու ամեն օր փափագենք Աստծո հետ քայլել, հալելույա, ու մենք կտեսնենք հրաշքները կդառնան սովորական բան մեր համար, ոնց որ տեսնում ենք Գործ առաքելոցում, Բուկով ակտում ենք տեսնում, Փիլիպոսը, պետք է ավետարանը քարոզային ամբողջ աշխարհում, բայց տրանսպորտ չկար, բան չկար, Այն մի մարդուն ջրով մկրտեցելավ ու անհետացավ, Աստված իրան հափշտակեց, վերցրեց հայտ դրեց ուրիշ քաղաքի մեջ, այդ այնց երևույթները շատ է լինելու, հրաշքները, նշանները, բժշկությունները, Աստծո փառքը այնքան ուժեղ է գալու, բայց ում կյանքում նրանց, ովքեր որ քայլում են Աստծո հետ, զոհ են անում, մի բան թողում են, դա պետք է լինի մեր ամեն օրվա փափագը, քայլենք Տիրոջ հետ, Ես ասում Տեր, ինչի Մովսեսը տենց փառավոր ներկայության մեջ դու ձենով խոսում էր, Ենոքը քայլում էր, ես էլ եմ ուզում, ճիշտ է մենք լավագույն ուխտի մեջ ենք, լավագույն covenant-ի մեջ ենք, ամենալավ covenant-ն է, որի մենք հիմա ունենք, մեղքերը ներված Աստված անմիջապես մեր մեջ է, նրանց ներսում չէր, դրսից էր գալիս, լիքը լավ խոստումներ կա, շատ լավ խոստումներ կա, Իշխանությունը մեզ տվեց դևերի վրա եւ այլն, հիմա Աստծո որդիներ ենք, այլ ծառաներ չէ, լինքը լավ բաներ կա, բայց պրակտիկորեն, գործնականորեն, ակտով, հələ դեռ այդ մոտիկությունը չկա, հասկանում եք։ Պատկերացրու դու ունես սուպեր կոմպյուտեր, ամենավերջի սուպեր կոմպյուտերը։ Չգիտեմ, մի 100 տերաբայթ բանով իրա, ծավալով, դե պատկասեց մի տերաբայթը շատ մեծ է, չէ, 100 տերաբայթ իրա ծավալով, չգիտեմ, մի 100 գիգաբայթ արագությունով, ընդ վիդեո քարտա կա, բան կա, գրաֆիկ քարտա, ամենաուժեղ սուպեր կոմպյուտեր, այն որ չգիտեմ, եսի ինչեր կարաս անես։ Բայց դու չունես սկիլերը այդ, հələ չունես այդ հմտությունները օգտագործելու։ Դու այդ կոմպյուտերի օգտագործում ես 10%-ը, մենակ մտնում ես Word-ի պապկեքը, YouTube, Facebook, չգիտեմ, նամակ ես գրում, բան ես տպում, այդ սուպեր հնարավորությունը չես օգտագործում, իսկ մեկ ունի, իշ մեկ են Pentium կոմպյուտերներ կան, Pentium 1, 2, են որ սենց միջև էկրանը սենց պետք է փոխեր սենց ներվերը սենց չգիտեմ ինչ էլ, դու պետք է համբերատարները չգոռայր։ Բայց մարդիկ են եղել, որ այդ Pentium 1, 2-ը
ավելի շատ են օգտագործե, քան որ խորը հմտություններ են ունեցել, սկիլներ են ունեցել։ Ավելի ուժեղ են օգտագործե, ավելի շատ կարևոր բաների համար են օգտագործե, քան թե այն մարդիկ, ովեր սուպեր կոմպյուտեր ունեն վերջի ժամանակով, բայց այդ հմտությունը չունեն։ Սա նույնն է հին եւ նոր կտակարանի, հին կտակարանը տենց ուժեղ խոստումներ չի եղել, բայց այն մարդիկ, ովքեր ասես փափագել են Տիրոջը, Աստծո հետ են քայլել, վայելեն Աստծո փառքը շատ ավելի ուժեղ, քան նոր ուխտում, որ դրա իրավունքը ավելի է տրված։ Այդ փառքի այդ ներկայության իրավունքը ավելի է տրված, բայց չենք վայելում, որովհետեւ չենք նորոգում խոսքով, չենք անում այդ քայլերը, հասկանում եք, ոնց որ այդ կոմպյուտերի վրա օրինակ բերեցի։ Մեզ ավելի ուժեղ բան է տրված։ Եվ ասում է, վերջի տան փառքը առաջի տան փառքից ավելի զորավոր է լինելու։ Վերջի տան փառքը ո՞րն է։ Աստծո տան փառքը։ Հալելույա, ամեն։ Հալելույա, ուզում աղոթեմ ձեր համար, ամեն մեկիդ համար։ Ով ինձ սրտի փափագ ունի, եթե դու փափագում ես, որ ճանաչես Տիրոջը, քո desire-ն է շատ ուժեղ, որ Տիրոջը ճանաչես, Տիրոջ հետ քայլես, Տիրոջ ներկայության մեջ քայլես, Տիրոջ փառքի մեջ քայլես։ Ես ուզում եմ աղոթեմ քո համար, ձեռս դնեմ, բայց եթե դու շատ ուժեղ ուրիշ բան ես ուզում աշխարհային ինչ-որ բաներ, իմ աղոթքը չի օգնի, իմ աղոթքը կօգնի մենակ նրանց, ով որ շատ ուժեղ այդ փափագ ունի Տիրոջ։ Բայց դու կարող ես նաև որոշում անես, եթե միջև այսօր ճիշտ որոշում չես կայացրել, դու ավելի շատ ուրիշ բաների հետևից ես գնացել եւ Տիրոջը դրել ես քո կյանքում երկրորդ տեղը։ Հասկանում եք, դու կարող որոշում անեք, որտեղ խոսքը ասում է քո Տեր Աստծուն սիրի ամենաառաջինը, քո բոլոր սրտով, մտքով, անձով, զորությունով։ Եվ ուզում աղոթեմ, եթե անգամ որտեղ մարդիկ են լինում, իմ կյանքում էլ եղել է ժամանակ, որ ես շատ եմ ուզեցել նվիրվեմ Աստծուն, աղոթքների մեջ լինեմ, խոսքի մեջ լինեմ, բայց ինչ որ բաներ խանգարել են ինձ անընդհատ, խանգարել են։ Կռվել եմ դրանց հետ։ Շարունակել եմ աղոթել օրերով, շաբաթներով, ամիսներով, ասում ես ուզում եմ դեր ասած նորից սայթակում էի, նորից ընկնում էի, նորից էլ գնում էի, նորից ընկնում էի, ասեցի չեմ կանգնելու, սատանա չեմ կանգնելու։ Հազարավոր անգամներ ասեցի չեմ կանգնելու, ուզում եմ 5 րոպե առաջ սխալ գործածել եմ, ես ասել եմ Տերների գնալու եմ առաջ, չեմ կանգնելու, ու ես ճեղքեցի Աստծո հոգով, Աստծո հոգի օգնությունով, համառությունով, որտեղ ես գիտեմ քրիստոնյաների կյանքում կան բաներ, որոնք խանգարում են իրանց, որոշները որ սխալ բաներ են նայում, որոշները սխալ բաներ են լսում կամ խոսում են, վատ սովորություն կամ մեղք կամ չգիտեմ տարբեր բաներ կամ սովոր չեն խոսքը կարդան, աղոթեն, 5-10 րոպե աղոթում են արդեն բանում են, չեն ուզում են փախնեն, պետք է սովորացնես։ Աստծո խոսքը ասում է ձեր անձերը վարժեցրեք, train արեք, Աստվածապաշտության մեջ, տես դա վարժեցման ենթակա բան է։ Դու պետքա վարժեցնես, դու ոնց ես դու ջիմ վարժվում, չէ՞։ Մարզվում ես, train ես անում քո մարմինը։ Եվ խոսքը ասում է ձեր անձերը վարժեցրեք։ Գիտեք շատերը ասենք որ այս ժամանակներում այս մեր 2025-26 թվականներին մարդիկ այս դարում ապրելով ծույլ են շատ անգամ։ Ասում են, ես չեմ ուզում, ուրեմն պետք չի ինձ ստիպեմ։ Էդի կապ չունի Աստվածապաշտության հետ։ Աստված այտենց չի ասում։ Ընդհանրապես դա կապ չունի Աստվածապաշտության հետ։ Մարդիկ մտածում են, եթե իրանց մի բան պետք է ստիպեն, ուրեմն դա ճիշտ չի, իրանց կամքի վրա, իրանց will-ի վրա բռնանում են իրանք։ Բայց Տերը ինչ է ասում, ձեր անձերը զոհ բերեք։ Մենք մերը չենք, մենք Տիրոջին ենք պատկանում, մենք մեր անձի Տերը չենք։ Ես այն ժամանակ, որ ասել եմ Հիսուս, դու ես իմ Տերը, ես ընդունում քեզ որպես իմ կյանքի Տերն ու Փրկիչը, ես հրաժարվել եմ իմ կամքից, իմ կամքը հանձնել եմ նրան։ Կարա ինքը անմիջապես գա ինձ ասի, կարա քո հովիվի միջոցով գա, կարող է մեկ ուրիշ քույրիկ եղբոր ծառայողի միջոցով գա, ասի սենց արա դու պետք է չասես, ինձ այտենց բան ասեցին, ուրեմն չեմ անի։ Այսօրվա մարդիկ այտենց են։ Իրանց բաներում դրա հակառակն են անում, որ հանգարց իրանց կամքի վրա մեկը չստիպի։ Բայց մենք հավատացել ենք, մեր համար էլ չենք ապրում, պետք է ասենք Տեր, գործի, իմ դուրը շատ եկավ քրիստիկին, երբ որ ես մկրտում էի ջրով տարիներ առաջ, մի քանի հոգու ինքն էլ տեղեր, ասեց խնդրում եմ, որ մի բան լինի, ինձ անպայման ուղի, հիշում ես։ Ինձ ուղի, ինձ ասա, խնդրում եմ։ Ասեցի, օքեյ, շատ լավ, դու ինձ տվեցիր այդ իրավունքը, ես կասեմ կուղեմ։ Ամեն մեկը սա պետք է ասենք։ Եթե չէ Հիսուսը դեռ մեր Տերը չի։ Տերը այն է, Լորդը այն է, որ քեզ ասում է սենց արա, սենց մի արա։ Կամ այս բանը
քո տնից հեռացրեցի, ճիշտ բան չի, օրինակի համար։ Այն մեկին են մյուս բան ասաց, այն մեկին են մյուս բանը։ Եթե դու Հիսուսին ընդունես քո Տեր փրկիչ, Lord-ը որպես and Savior, դու պետքա թույլ տաս, որ Տերը խոսա քո կյանքի, ոչ թե ասես, մի րոպե, սպասի, ես իմ սա իմ կյանքն է։ Տերը մարդկանց կօգտագործի, ծառայողներին, հովիվներին։ Եվ եթե սովորես լսել, ինքը անձամբ է կգա խոսա։ Եթե դու առհամարես իր դրված մարդկանց, ինքն է քո հետ չի խոսա։ Դա սովորացնում Աստվածաշունչը։ Եվ ես հիմա նորից ուզում եմ վերադառնամ այն բանին, որ ասեցի, ուզում ձեր համար աղոթեմ, եթե ձեր կյանքում կա բանը, որ խանգարում է ձեզ, արգելքը հանդիսանում, որ դուք ավելի մոտենաք Տիրոջը, ավելի շատ լինեք խոսքի աղոթների մեջ, Տիրոջը ծառայության մեջ, կուզեմ ես ձեզ հրավիրեմ ստեղ դու արի նվագի ֆլորա։ Սա ինչ որ շտապելու աղոթք չի։ Նվիրաբերման սա աղոթք է, որ դու պետքա նվիրաբերես քո անձը։ Surrender պետք է անես քո անձը։ Իսուս, ես ուզում եմ երնովքի պես քայլեմ։ Հալելույա։ Հալելույա Հիսուս։ Սա եմ սրտի փափագը։ Հալելույա։ Սա եմ սրտի փափագը, հալելույա։ Սա Աստծո սրտի փափագը։ Ավելի կարևոր բան չկա իմ համար, քան Տեր Հիսուսը։ Հալելույա Հիսուս, շնորհակալ ենք քեզ Տեր։ Առաջինը եկեք շնորհակալություն հայտնենք, որ ինքը իր կյանքը տվեց Հիսուսը մեր համար։ Տեր շնորհակալ ենք, որ դու քո կյանքը տվեցիր։ Տեր Հիսուս, շնորհակալ ենք, որ դու քո կյանքը տվեցիր։ Տեր Հիսուս, շնորհակալ ենք, որ դու քո կյանքը տվեցիր մեր համար, Հիսուս։ Հիսուս, շնորհակալ ենք, որ խաչի վրա 2000 տարի առաջ զոհացիր քո կյանքը, մահացար իմ Հիսուս, մեր Տեր Հիսուս, քո արյունը թափեցիր, կրեցիր ցավերը, մեղքերը քո վրա, Աստծո հետ բաժանությունը, ինչը որ ամենասարսափելին էր, ամեն հիվանդություն, դիվային հարձակումներ, անեծքներ, վիշտեր, բոլորը բեռնեցիր քո վրա, եւ քո երեսը եւ թիկունքը չմերժեցիր հարվածներից եւ բոլորը ստացար խաչի վրա էլ դաժան չարի հարձակումները եւ Աստծո հետ բաժանությունը դու վերապրեցիր մեր փրկության համար մահացար եւ հարություն առար Տեր դու կենթանի ես շնորհակալ ենք մենք քեզ Տեր քո սուրբ արյան համար խաչի վրա թափված եւ նրա համար որ մեր անունները գրված է կյանքի գրքում որ մեր անունները գրված է կյանքի գրքում շնորհակալ ենք Տեր Հիսուս որ դու մեզ տվել ես հավիտենական կյանք ձրի ոչ թե մեր գործերով ոչ թե մեր արարքներով այլ ձրի շնորհքով Տեր շնորհակալ ենք քեզ խնդրում ենք Հայր երկնային որ օրհնես քո ժողովրդին այսօր դու տեսնում ես մարդկանց սրտերը որոնք որ փափագում են քեզ որոնք որ կամենում են դու լինես իրանց կյանքում առաջինը Շատերը, որոնք որ կամենում են լինել քո խոսքի մեջ, քո կամքի մեջ, աղոթքի մեջ, ծառայության մեջ, փառաբանության մեջ, սուրբ կյանքի մեջ, բայց ինչ-ինչ պատճառներով չեն կարողացել մենք խնդրում ենք այսօր դրա համար, Տեր Աստված, մենք աղոթում ենք այսօր Հիսուս Քրիստոսի որդու տանով երկնային Հայր, որ քանդվեն ամեն կապանքները մեղքի, ծանրությունները, դատապարտությունները, վախերը քանդված լինեն ժառանգական անեծքները որ եղել է մարդկանց կյանքերի մեջ թող խափանված լինեն Հիսուսի զորավոր անունով հալելույա հալելույա եւ ուզեմ այն մարդիկ ովքեր իսկապես ուզում են նվիրվեն ավելի խորը եւ Տիրոջ հետ քայլեն ինչպես որ Ենով քնաքայլ է Աստծո հետ թող առաջ գան կարող եք գալ
խոսակ, ոչ մեկը չխոսակ, միայն Աստծո առաջ ելեք։ Հալելույա Սեյրա։ Հիսուս, Հիսուս, Հիսուս։ Տիրոջ ներկայությունն այստեղ է, Տերը տեսնում է բոլորիդ, փառք Տիրոջը։